Ապրիլի 11-ից 13-ը Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը հարցազրույց է տվել Civilnet-ին։ Լրագրողը նշել է, սա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, եւ Արադ Միրզոյանից հետաքրքրվել, արդյոք քննարկվել է պայմանագրի ստորագրման հարցը։ Իսկապես սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Հասկանալիորեն մենք քննարկել ենք այդ հարցը։ Մեծ հաշվով երկու երկրների դիրքորոշումները հանրային են, այստեղ գաղտնիք եւ նորություն չկա։ Միրզոյանի փոխանցմամբ Հայաստանի մոտեցումն այն է, որ չկա եւ չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հարցերը։ Նա ասել է, որ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու։ Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմանագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ վստահաբար կծագեն, որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն։ Ուստի մեր մոտեցումը սա է՝ անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը եւ հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը։ Միրզոյանը խոսել է Ադրբեջանի երկու նախապայմաններից, այն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Միրզոյանի փոխանցմամբ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանը կարծում է, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաեւ փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, ապա այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը։ Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել, այն է ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը, դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը եւ անդամ երկրներին։ Սահմանադրության հարցով եւս Հայաստանն իր դիրքորոշումը բազմիցս նշել է արտգործնախարարի խոսքով, նախ մենք համոզված ենք, որ մեր սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, ավելին խնդիր կա Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Այն է հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Պայմանագրով ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ Վավերացման գործընթացում Հայաստանը դիմելու է իր սահմանադրական դատարանին եւ եթե վերջինս գտնի, որ այդ պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը, կստացվի, որ հարցը լուծված է, համոզմունք է հայտնել Արադ Միրզոյանը։ Եթե տեսականորեն սահմանադրական դատարանը այլ բան գտնի, դա կլինի այլ իրավիճակ։ Կնստենք, կհասկանանք ինչպես շարունակել։ Իհարկե, ես չեմ կարող որոշել սահմանադրական դատարանի փոխարեն, բայց ես կարող եմ ենթադրել, որ սահմանադրական դատարանի որոշումը կլինի դրական, ելնելով նրա այն որոշումից, որը կայացվեց նախորդ տարվա սեպտեմբերին համանման փաստաթղթի քննարկման ժամանակ։ Ասել, որ ստացվել է առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ կլինի մեծ չափազանցություն, նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ում կարծիքով խոսակցությունը պետք է շարունակել։ Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն։ Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, ել չասած Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա։ Հարցին արդյոք կա քիչ թե շատ հստակ պատկերացում, թե երբ կարող է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիրը։ Միրզոյանը պատասխանել է, որ Հայաստանը պատրաստ է դա անել ամենամոտ ապագայում, մինչդեռ այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում։ Արվելու է ամեն բան, որ գործընթացը փակուղի չգնա, փակուղի մենք չենք ուզում եւ այս ամբողջ գործընթացում մեր ցուցաբերած կառուցողական մոտեցումը հենց դրա մասին է վկայում։ Դա կիրառելի է թե խաղաղության պայմանագրի համատեքստում, թե մնացած հարցերում։ Տեղյակ եք, որ մենք տարբեր առաջարկներ ենք արել ադրբեջանական կողմին, նաեւ ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ հարցում եւս փորձել ենք որոշակիորեն հասցեագրել իրենց մտահոգությունները։ Մեր համոզմամբ հիմա մենք արել ենք մի առաջարկ, որը լիովին համապատասխանում է եւ մեր պատկերացումներին եւ փառատում է իրենց մտահոգությունները։ Արադ Միրզոյանն ասել է, որ նույնը կարող ենք ասել սպառազինությունների վերաբերյալ, մասնավորապես Հայաստանն առաջարկել է սպառազինությունների վերահսկման եւ վերիֆիկացիայի համատեղ մեխանիզմ, առաջարկել նաեւ ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ, եւ Հայաստանը պետք է շարունակի իր կառուցողական ներգրավվածությունը։ Լրագրողը հետաքրքրվել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ ունեցած հանդիպումից։ Արդյոք պետք է ակնկալել հայ-թուրքական գործընթացում տեղաշարժ։ Կարող եմ ասել, որ իրականում այստեղ ավելի լայն ըմբռնում կա։ Ես ներկայացնեմ իրականությունը, դատողություն ինքներդ արեք, առաջընթաց կա թե չկա։ Մենք ունենք որոշ համաձայնություններ, որոնք արդեն իսկ իրականացվել են, կան համաձայնություններ, որ դեռ չեն իրականացվել։
Որպես օրինակ Միրզոյանը նշել է, որ օդային տարածքի օգտագործման հարցը գոնե այս պահին ըստ էության համարվել է լուծված, համատեղ դիտարկվել է Մարգարա Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը, հայկական կողմը նաև աշխատանքներ է իրականացրել այնտեղ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։ Մենք համատեղ աշխատանքներ ենք տարել, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման այլ ենթակառուցվածքների վիճակի եւ գնահատման առումով։ Մենք որոշում ունենք եւ ընդամենը օրեր առաջ տարբեր գերատեսչություններից մասնագետներ են հանդիպել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում եւ այլն։ Միրզոյանն ասել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության շփումների մաս է։ Կարծում ենք, որ առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա։ Ինչևէ, խնդիրը կա, ընկալումների որոշակի տարբերություն կա, բայց տեսնում ենք պատրաստակամություն օգտակար, բարենպաստ ազդեցություն ունենալու։ Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը հարցազրույց է տվել նաև Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։